Ծովափնյա չկնաղ ու հիասքանչ հանգիստը նախընտրող հայեր, ողջույն։ Մենք գտնվում ենք Շարմ էլ-Շեյխում եւ այս անգամ կծանոթանանք, կբացահայտենք Dreams Beach հյուրանոցը։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտ 19.5 կիլոմետր է, տևողությունը 20 րոպե։ 5 աստղանի այս հյուրանոցը գտնվում է Ռաս Ալ-Սիդ ծոցում, որը պաշտպանված է քամիներից տարվա բոլոր ամիսներին։ Անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս կհայտնվենք ընդունարանում, որի ձախ մասում գտնվում է գրանցման հատվածը, իսկ կենտրոնական մասում եւ աջ հատվածում սպասասրահն ու լոբի բարը, որն աշխատում է 24 ժամ։ Հյուրանոցի բարերում անվճար մատուցում են զովացի ճմպելիքներ, թեյ, սուրճ։ Ալկոհոլը հասանելի է 13:00-ից մինչ 23:00, իսկ թարմ քամացյութերն ու արտասահմանյան ալկոհոլն այստեղ վճարովի են։ Հյուրանոցն ունի գեղեցիկ լոկացիաներ, տարածքը պարբերաբար խնամվում եւ ռինովացվում է։ Այստեղ կա 3 լողավազան եւ ոչ շատ մեծ ակվապարկ, որը տաքացվում է ձմռան ամիսներին։ 3 լողավազաններից մեկը նախատեսված է երեխաների համար, մյուսը դայվինգի համար, որն ունի 2.8 մետր խորություն, եւ հիմնական մեծ լողավազանը, որը տաքացվում է տարվա ձմռան ամիսներին։ Լողավազանները կահավորված են փայտյա տապչաններով եւ հովանոցներով։ Լողավազանների մոտ կա բար, որտեղ մատուցում են զովացի ճմպելիքներ, ալկոհոլային կոկտեյլներ, թեյ, սուրճ։ Այժմ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որը ցույց կտամ, ստանդարտ կատեգորիայի համար է, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մենք ներսում ենք եւ մուտքի մոտ անմիջապես հայելին է մեծ նրա կողքից մուտք դեպի լոգարան։ Այստեղ կան լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, շամպուն, մարմնի գել, կոնդիցիոներ, լոսյոն։ Ասեմ, որ այս համարները ինովացիա չեն անցել, բայց այդքան էլ հին չեն։ Իսկն բարվոք միջին վիճակի տեսք ունեն։ Լոգանքի համար նախատեսված հատվածը։ Լոգանի դիմաց գտնվում է գեստա պահարանը։ Կախիչները հագուստները կախելու համար։ Մյուս հատվածում գտնվում է սեյֆը, հավելյալ բարձը, ծածկոցը, չորանոցը։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, որտեղ կա 2 առանձին մահճակալ, գեղեցիկ գունային լուծումներ, թեյ սուրճի հատվածը, TV-ին, ֆենը,
Սառնարանը, որը դատարկ է, և տերասան, որտեղից բացվում է տեսարան դեպի Կարմիր ծովը։ Ցույց տամ ձեզ հաջորդ համարը, որը կոչվում է Elegant Superior։ Անցնենք ներս, ցույց տամ ձեզ այն ներսից։ Եվ այսպես ներսում ենք, և մուտքի մոտ մեծ հայլին է, նրա կողքին լոգարանը։ Ասեմ, որ տվյալ կատեգորիայի համարները անցել են ռինովացիա և դա զգացվում է ամեն ինչ լուսավոր, մաքուր, թարմ, նոր։ Այստեղ խնամքի, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն են, գեղեցիկ հայլին, խոշորացնող հայլին, այստեղ կա ապակե պատ, որը փակվում է բնականաբար, լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, որտեղ կա հավելյալ բարձը, ծածկոցը, սեյֆը, տեսեք թե ինչպիսի գեղեցիկ դռներ կան այստեղ, ինչպես նաև խալատներ, կախիչներ, այս մասում թեյի սուրճի հատվածն է, իրերը դնելու հատվածը, TV-ն և ննջելու համար նախատեսված երկու մեծ մահճակալ առանձին, բազկաթոռ իր սեղանով։ Դուրս գանք պատշգամբ, իսկ պատշգամբից բացվում է տեսարան դեպի լող ավազանը և հյուրանոցի այս տարածքը։ Հաջորդ համարը, որը ձեզ ցույց կտամ, կոչվում է Deluxe Superior Sea View։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես ներսում ենք, և աջ կողմում հայլին է մեծ, նրա կողքին լոգարանն է, լոգախցիկը։ Ասեմ, որ տվյալ համարի կատեգորիաները նույնպես անցել են ինովացիա և ամեն ինչ թարմ է, ամեն ինչ մաքուր, առաջին հայացքից դա երևում է։ Լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, սրբիչները, այստեղ նույնպես կա ապակե պատ, որը փակվում է բնականաբար, լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, որտեղ կա սեյֆ, դարակներ, բավականին մեծ, մյուս հատվածը, որտեղ կան խալաթներ, հավելյալ բարձ, ծածկոց, կախիչներ, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը կամ հյուրասենյակը, երկու առանձին մահճակալով, գեղեցիկ դիզայնով, ինչը որ նույնպես շատ կարևոր է, այստեղ կա նաև սոֆա, որը բացվում է, երկու բազկաթոռ, սեղան, TV հատվածը, նրա կողքին գտնվում է թեյի սուրճի հատվածը, որտեղ կա ջուր, և ցույց տամ ձեզ տերասան, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։
Հաջորդ համարը, որը ցույց կտամ, այստեղի սուպերիոր համարն է, որի պատշգամբից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես ներսում ենք, այստեղ նույնպես դարձյալ հենց մուտքի մոտ հայելին է մեծ, նրա կողքից մուտք դեպի լոգարան, որտեղ կա լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, այս գեղեցիկ հայելին, լոգախցիկը, այստեղ կա ապակեպատ, որը նույնպես բնականաբար ծածկվում է, սրբիչները, լոգանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, որտեղ գտնվում է սեյֆը, դարակները, այս հատվածում կախիչներն են, ինչպես տեսնում եք, հավելյալ բարձր ծածկոցը, զգեստապահարանի կողքին գտնվում է թեյի սուրճի հատվածը, որտեղ կա ջուր, TV-ին, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, որտեղ կա երկու առանձին մահճակալ, հիշեցնեմ, որ մահճակալները կարող են լինել նաև king size, մեկ մեծ մահճակալ կամ երկու առանձին այսպիսի մահճակալ, գեղեցիկ դիզայնով, վազկաթոռները, փոքր սեղանը, ֆենը այստեղ նույնպես գտնվում է հյուրասենյակում, այլին իր սեղանով եւ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ թե ինչպիսի գեղեցիկ տեսարան է բացվում պատշգամբից։ Այսպիսի գեղեցիկ տեսարան է բացվում պատշգամբից դեպի Կարմիր ծովը։ Այժմ տեղափոխվենք լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողափի երկարությունը 400 մետր է, ունի կասկադային կառուցվածք եւ գեղեցիկ ժայռապատ լոկացիաներ, ինչպես նաեւ անվճար բար եւ դայվինգ կենտրոն, որի ծառայությունները վճարովի են։ Լողափը պատված է դեղին ավազով, ունի հարմարավետ պլաստմասե տապչաններ եւ ծղոտե հովանոցներ։ Ծովի այս հատվածում կան գեղեցիկ կորալներ, այդ իսկ պատճառով դեպի ծով մուտքը պանտոնից է, որոնք թվով 3-ն են։ Չնայած նրան, որ Ասումելսի ծոցը պաշտպանված է քամիներից, այստեղ ցերեկվա ժամերին երբեմն լինում են ոչ շատ ուժեղ ալիքներ, ինչը յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում լողափի ժայռապատ հատվածին, որն էլ ավելի գեղեցիկ է երևում երեկոյան ժամերին։
Այժմ տեղափոխվենք մարզասրահ եւ սպա սրահ։ Մարզասրահը անվճար է, այն չափսերով մեծ չէ, բայց կան անհրաժեշտ մարզասարքերը ձեր մարզումների համար։ Իսկ սպա սրահը վճարով է, այստեղ նույնպես կան անհրաժեշտ ծառայությունները ձեր լիարժեք հանգստի համար։ Հյուրանոցում կա մանկական խաղահրապարակ եւ մանկական ակումբ, որը գտնվում է բարվոք վիճակում, այն նույնպես պլանավորում են ռինովացնել։ Այժմ գնանք հիմնական ռեստորան եւ ծանոթանանք այստեղի ուտեստների հետ։ Նախաճաշին ուտեստները ամեն օր գրեթե նույնն են, իսկ ճաշին կամ ընթրիքին ուտեստները որոշակիորեն փոփոխվում են։ Տեսականին բավականին շատ է ու բազմահամ։ Նաեւ ճաշի ժամին գործում է Grill House ռեստորանը, որտեղ նույնպես կարող եք ճաշել։ Եվ բացի հիմնական ռեստորանից Dream Beach եւ հարևանությամբ գտնվող Dream Vacation հյուրանոցում կան տարբեր երկրների խոհանոցային համերով օժտված անվճար ալակարտ ռեստորաններ, որոնց մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ ընդունարանի աշխատակիցներից։